Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, այսօր միասին կպատրաստենք հունական հայտնի կարկանդակ սպանակոտա, որը պատրաստում են շերտավոր խմորով։ Մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են, այստեղ ունենք 400 գրամ թարմ սպանախ, որը ես նախօրոք լվացել և կտրատել եմ, 2 ձու, որի մեկ դեղնուցը կօգտագործենք երեսին քսելու համար, մնացածը միջուկի մեջ, շերտավոր խմոր 400 գրամ, 100 գրամ հալվող քերած պանիր և քունջուտ զարդարանքի համար։ Դե ինչ, սկսենք պատրաստել, ես այստեղ ձեռնոցներ եմ հագել, որպեսզի միջուկը ձեռքով խառնեմ, որովհետև այդպես ավելի լավ է խառնվում։ Հիմա ինչ ենք անում, հիմա սպանախի վրա մի փոքր աղ ենք անում, քանի որ պանիրը արդեն աղի է, շատ աղ չենք անում, զգուշությամբ ենք անում, որպեսզի շատ աղի չլինի մեր միջուկը, և այստեղ ավելացնում ենք մեր քերված պանիրը, և ավելացնում ենք այստեղ, ինչպես ասեցի, ձվի դեղնուցներից մեկը պահում ենք երեսին քսելու համար, մնացածը լցնում ենք միջուկի մեջ։ Որից հետո պետք է լավ ձեռքերով խառնել միջուկը, այսպես տրորելով, որպեսզի լավ խառնվի։ Դե ինչ, սիրելիներս, արդեն պատրաստ է մեր միջուկը, հիմա ցույց տամ ես ձեզ, արդեն ես իրան խառնել եմ, հիմա այստեղ կբացեք մեր շերտավոր խմորը, մի քիչ ալյուր այստեղ կլցնենք, որպեսզի չկպչի, ձեռքերի օգնությամբ մի քիչ կբացանենք, ձեռքերով մի փոքր կօգնենք խմորին, որպեսզի կրկնակով կանենք ալյուրը և կսկսենք բացել, խմորը բացեմ և կմիանամ։ Սիրելիներս, ես արդեն բացեցի խմորը, հիմա մեր միջուկը կլցնեմ մեջտեղի մասում խմորի, որից հետո կտեսնեք, թե ինչ ենք անում։ Մի հատ էլ լավ խառնենք արդեն գթալով, միգուցե թվա, թե միջուկը շատ է ստացվել, բայց հավատացեք, որ այն այսքան խմորի համար շատ չէ, որովհետև համեղ է ստացվում։ Կլցնենք ամբողջ միջուկը, հիմա այսպես գթալի օգնությամբ տարածենք հավասարաչափ, ուրեմն տարածեցի, վերջացրեցի, հիմա ես ուրեմն այս երկու կողքերից այսպես դանակով կտրվածքներ եմ անում, որպեսզի հետո փաթաթենք իրեն, վրա բերենք երկու կողմերից և այդպես կստացվի շատ գեղեցիկ նախշերով կարկանդակ։ Մյուսն էլ այս կողմից, հիմա այս ծայրերից, վերևի և ներքևի, պետք է իրեն մի փոքր այսպես վրա բերել, սեղմել, որպեսզի ինքը միջուկը դուրս չգա կողքերից, նույնն էլ այս մասից,
եւ այնուհետեւ այսպես կողքերով իրեն հավաքում ենք։ Եվ սկսում ենք հյուսերի նման անել, հյուսել այսպես մինչև վերջ։ Սիրելիներս, ես արդեն հյուսեցի, վերջացրեցի մեր կարկանդակը, տեղափոխեցի ջեռոցի տապակի վրա։ Հիմա վրան կքսեմ ձվի դեղնուցը։ Եվ այնուհետև շաղ կտամ մի փոքր քունջուտ տեսքի համար, այն շատ գեղեցկացնում է մեր կարկանդակը, եւ կդնեմ ջեռոցը մոտավորապես մի 20-ից 25 րոպե։ Արդեն դուք ինքներդ կարող եք տեսնել, ինքը լավ վարդագույն է դառնում, կարմրում է եւ արդեն կարող եք տեղափոխել ուրիշ ամանի մեջ, որպեսզի սառի եւ վայելեք։ Կտեղափոխեմ արդեն ջեռոց, պատրաստ լինելուց հետո կցուցադրեմ։ Սիրելի հետևորդներ, արդեն պատրաստ է մեր կարկանդակը, խնդրեմ այն այս տեսքն ունի։ Արդեն տեսեք, թխվելուց հետո սպանախը իր հյութը դուրս է տվել եւ այսպիսի անուշ կանաչ գույն է կապել երեսին, դա իր հյութն է սպանախի, եւ քանի որ սպանախը ինքը հյութալի կանաչի է, հանելուց հետո կարկանդակը ջեռոցից խորհուրդ եմ տալիս այն տեղափոխել տախտակի վրա, անձեռոցիկի վրա, մի փոքր քաշի իր մեջ խոնավությունը, այնուհետև տեղափոխել մատուցվող ամանի մեջ։ Դե ինձ շնորհակալություն, որ դիտեցիք, բարի դիտում բոլորիդ, բաժանորդագրվեք իմ ալիքին, բարի ախորժակ, առայժմ սիրելիներս։